դրված են այս սեղանին, միայն կերակուր չեն, սրանք մեր հողի սրբությունն են, մեր ընտանիքների համերաշխության խորհրդանիշը և մեր ժառանգության հոգևոր խորհուրդը։ Սարերի կարմիր լալեն է։ Թասը լսնեմ կարմիր կինով։ Ամբարը լսնեմ բերք ու բարի։ Ցորեն է, հողի օրհնությունն է, կյանքի խորհուրդը, բարիքն ու առատությունը։ Թող մեր ճամփաները լինեն լուսավոր, իսկ մեր ապագան խաղաղ գունավոր։ Սերմը, որ մենք շաղ ենք տալիս, թաղծիլ ու ծաղիկ տա, մեր կրթական կյանքի ճիշտ ուղին ցույց տա։ Թող գիտելիքների ստացման ձգտումը միշտ լինի մեր ուղեկիցը, ինչպես ցորենն է մեր ազգի խորհրդանիշը։ Հազարամյակների վեր մեր պապերից մեզ հասած ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված լավաշն է մեր սուրբացը։ Մեր լավաշը սուրբաց է, սրբություն է թոնրի մեջ, ով որ լավաշ է թխել, գիտի նրա համն ու հոտը անշեջ։ Ասում են, հազարամյակներ առաջ Հայաստանում Արամ անունով մի արքա էր, ով կռվի ժամանակ գերի է ընկել ասորիների թագավոր Նաբուկոդոնոսորին։ Եվ ասորիների թագավորը Արամ արքայի առջև պահանջ է դրել, որպեսզի նա 10 օր չսնվի և 11-րդ օրը նետաձգության մրցի նրա հետ, և եթե հաղթի, իր յուրայինների մոտ կգնա արքայավայել ընծաներով։ Եթե հաղթես, հայոց արքա, դու անգամ ասորիների քայլ կուչես տեսնի քո երգում։ Արամ արքան անվախ էր և երկար չի մտածում ասորիների առաջ քաշած պայմանի։ Նա համաձայնում է, որ 10 օր առանց սնունդի մնալուց հետո մրցասպարեզ դուրս կգա ասորիների թագավոր Նաբուկոդոնոսորի հետ։ Եվ այդպես 9 օր շարունակ ասորի բանբերները վահան էին տանում բերում հայոց արքայի համար։ Իսկ 11-րդ օրը Արամն ու Նաբուկոդոնոսորը դուրս են գալիս մրցասպարեզ և հայոց թագավորը հաղթում է ասորիների թագավորին։ Իսկ պատերազմից վերադառնալուց հետո հայոց թագավորը հրովարտակ է արձակում, որ այսուհետև Հայաստանում հաստ և բազմաձև հացերի փոխարեն պետք է թխվի միայն լավաշ։ Օրհնված լինի հայոցս հացը, օրհնված լինի կարմրաշորտ այս թոները, օրհնված լինեն խմորը հունցող այս ձեռքերը, որ պատրաստում են խոհանոցի թագուհի հայկական լավաշը։ Ամանի մեջ։ Վարդավառին արդեն կանաչած ածիկի կենտրոնում կանգնեցնում էին 7-8 տարեկան երեխայի բոյի խաչաձև փայտ։ Խաչաձև փայտը զարդարում էին վարունգով, խնձորով, վարդերով։ Զարդարված խաչաձև փայտը կոչվում էր խնդում, որը նշանակում էր խիտ տալ ծիծաղեցնել։ Նորադուս, Գեղարքունիք մարզում Գավառ քաղաքից 5 կիլոմետր հյուսիս-արևելքում գտնվում է Նորադուս գյուղը։ Այն համարվում է մարզի ամենահին բնակավայրերից մեկը։ Բացի այդ, հայտնի էր գերեզմանատամբ, որտեղ գտնվում են 1000-ից ավել հնագույն խաչքարներ, այլ կերպ այս վայրը կոչվում է Նորադուսի խաչքարադաշտ։ Եվ ես ձեզ հիմա կպատմեմ մի պատմություն այս վայրի մասին։ Ասում են, երբ որ թշնամիները շրջապատել էին գյուղը և պատրաստվում էին հարձակվեին, գյուղացիները զինվորի շոր էին հագցրել խաչքարներին, երբ որ թշնամիները մոտեցան, տեսան հսկայական հայկական բանակը, վախեցան և նահանջեցին։ Միավորելով Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող տեսարժան վայրերը, մենք ստացանք
կարծրացնում է գույն ու ձև և ծավալվում գորգի վրա, նախշերը, որը պատմում է մեր անցյալի և հոգևոր ուժի մասին։ Եսկավը դարձնում է մարվեստ, ինչպես մեր նախնիները դարեր շարունակ արևի տակ քեցեղ են ամաներ պնդելով։ Խոնարհվում ենք մեր հերոսների, այդ թվում մեր դպրոցի շրջանավար Վլադիմիր Մարգարյանի և նրա ծնողների առջև։ Խոնարհվում ենք նրանց առաջ, ովքեր բռնեցին անմահության և հավերության ճամփան։ Ընկերների հետ անցկացրած լուսավոր օրերը, առաջին ուսուցչի ջերմժպիտն ու դասերը։ Թող այդ կամարը երբեք չքանդվի, այլ դառնա ավելի ամուր, փայլելով հայի հոգու անմար լույսով։ Կարոտելու